Ողջույն բոլորին, հարգելիներս, այսօր ինձ մոտ կրկին քյուֆտա է, բայց այսօր գավառում ծեծված քյուֆտան է։ Պետք է խաշեմ, տապակեմ կանաչ ոլորով։ Ես վերցնում եմ 1 հատ ձու, օղի, և 2 ճաշի գդալ ալյուր։ Եվ մի լավ խառնում ենք, հետո հունցելու ենք։ Փորձենք այս հարիճով։ Դե դուք գիտեք, որ ես սոխ չեմ գցում մեջը, բայց սրա մեջ պետք է անպատճառ կտրատած գլուխ սոխ լինի։ Դա պարտադիր է սոխ սիրողների համար։ Եվ այսպես մի լավ ծեփում ենք։ Արդեն լավ է, բավական է։ Ահա տեսեք, կաթսայով ջուրը եռում է։ Այստեղ սառը ջուր է։ Ես շատ մեծ չեմ ցանկանում այսօր գցեմ, դրա համար այսպես էլ այս շերեփը բավարար է ինձ համար։ Թրջում ենք սառը ջրով և քյուֆտան առատ վերցնում ենք։ Մեկ անգամից շրջում ենք տաք ջրի մեջ։ Կրկին սառը ջրի մեջ ենք գցում։ Կլորացնում ենք, որքան հնարավոր է։ Եթե ավելի կլոր աման ունենաք, շատ լավ։ Ահա, այսպես շրջում ենք կաթսայի մեջ։ Ինձ մոտ կար կես կիլոգրամ քյուֆտա։ Հարիճով ծածկում ենք, թույլ ենք տալիս մի լավ խաշվի։ Ինչպես ենք հասկանում, որ քյուֆտան պատրաստ է։ Տեսեք, կոկիկ չի ստացվել, ամանից էր, բայց ոչինչ, կտրատելու եմ։ Երբ որ մսագնդերը բարձրանում են ջրի երես, ուրեմն քյուֆտան պատրաստ է արդեն։ Ահա, մենք այս մսագնդերը կտրատում ենք, այսպես էլ կարող ենք ուտել քյուֆտան։ Ինչպես ասում են, հիմա մոդա է, կարագով են ուտում, բայց իսկական քյուֆտայի ուտելու տարբերակն այն է, որ պետք է արդար հալեցրած յուղը վրան ծորացնել, դա արդեն ուրիշ համ է ստացվում։ Տապակի մեջ մի քիչ բուսայուղ եմ լցնում և կարագ եմ դնում։ Ասացի, որ քյուֆտան յուղ շատ է սիրում, դրա համար առատ պետք է յուղոտ լինի, որպեսզի համեղ ստացվի։ Մի կողմից կարագը հալչում եմ, մյուս կողմից քյուֆտան եմ գցում։ Կափարիչով ծածկում եմ և կրակը մարմանդ եմ անում։ Ինչու, ոչ թե որ յուղը դաղի, այլ ինքը հանգիստ յուղը ներծծի իր մեջ, չպետք է չորանա։ 5 րոպե եփվելուց հետո ես քյուֆտաները շրջում եմ։ Ինչպես ասացի, չեմ թողնում, որ չորացնի կեղևը, այլ ինքը յուղը պետք է հանգիստ ներծծի։ Եվ այսպես շարունակում եմ եփել։ 10 րոպե եփելուց հետո քյուֆտան կողքի ենք տանում և այստեղ տեղավորում եմ կանաչ ոլորը։ Ոլորը մի քիչ յուղի մեջ թավալվում է, տաքանում է և կափարիչը կրկին ծածկում եմ։ Այս չափաբաժնի համար վերցրել եմ 3 ձու։ Ձուն աղ եմ անում։ Եթե նկատել եք, ես քյուֆտային աղ չեմ արել, որտեղ բոլորդ էլ գիտեք, որ քյուֆտան աղով են ծեծում։ Աղի կարիք չկար։ Եվ հարում ենք ձուն։ Ձուն ծորացնում ենք ոլորի վրա։ Ավելի շուտ լցնում ենք։ Եվ 2 րոպեն բավարար է։ Ահա հարգելիներս, մեր ճաշատեսակը պատրաստ է։ Վստահեցնում եմ, որ շատ համեղ է լինելու։ Պատրաստեք և թող անուշ լինի։